Մերոնք կետեյեմ կայքի եթերում ես շարունակում եմ մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես ԿՊ հապավումը ես մեկնաբանել եմ, հուսով եմ բոլորիդ սրտից։ Քայլող պատահականությունները։ Ունեցել են քայլած պատահականություններ, հիմա պաշտոնապես որպես կուսակցություն ունենք նաև քայլող պատահականություններ։ Ովքեր են քայլած պատահականությունները։ Ցավալիորեն դատելով այսօրվա հնչող կոչերից Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Դաշնակ պարագլուխներ, անհայրենիք փողատերեր, օլիգարխ կոչվածներ, ովքեր պարզապես քայլած պատահականություններ են, քայլեցին տարիներ շարունակ, հերնանիզեցին երկրի բարոյականության մթնոլորտի SN-ը, միջև տեղ բացվեց քայլող պատահականությունների համար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ այսպես քայլած պատահականություններից այսօր ուզում եմ առանձնացնենք Լևոն Տեր-Պետրոսյանի զորած խումբը, ճակերտների մեջ ասած, ինչ էր Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ։ Ավելի քան զավեշտ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ մեր փրկությունը Սամվել Կարապետյանի հետ միավորվելն է, հայ ժողովրդի, ընդդիմադիր դաշտի։ 2008 թվականին ես երբ Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ոտքը դրեց ասպարեզին եկավ ասպարեզ, իմ նման մարդիկ եւ ինձանից շատ ավելի արժանապատիվ մարդիկ գնացին ու կանգնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը։ Խնդիրը մեկն էր, ես այն ժամանակ էլ էի ասել, Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականին ճիշտ էր։ Պիտի պնդեր իր ճիշտը, որպեսզի մենք չհասնեինք այսօրվան։ Հետո Տեր-Պետրոսյանն եկավ, ասեց երկիրը, չգիտեմ, թաթալ մոնղոլների լծի տակ է։ Էդ էլ էր ճիշտ, թաթալ մոնղոլներ էին։ Սրանք չգիտեմ ինչ ծնունդներ, Քոչարյանները SN-ը եւ Արցախյան հարցը մտել էր փակուղի։ Բայց երբ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ մեր փրկությունը այդ թաթար մոնղոլների հետ միանալ եւ այսպես ասած Նիկոլ Փաշինյանի հերնանիցելն է կամ երկիրը փրկելը ճակերտավոր։ Այստեղ լացը գալիս է, հասկանում ես, որ մի քայլած պատահականություններ փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել։ Այսքան խարդավանքներ, այսքան մանիպուլյացիաներ անել մարդկանց հետ, ովքեր իրականում ցանկանում էին, որ երկիրը այդ աղբից մաքրվի, եւ հանգիստ խղճով այսօր էլ հայտարարել, որ Սամվել Կարապետյանը ձեր հույսն է, չգիտես լաց թե խնդաց։ Պատկերացնում եք, դա ասում է մի մարդ, ում իրավական վարչության պետը կամ ում իրավաբանը շարքային խարդախ է։ Հակի իրավաբան Արմեն Խաչատրյանը շարքային խարդախ է։ Պատմությունը շուտ պատմել եմ, էլի պատմեմ մի քիչ ծիծաղեք։ Սա խաբեբա է, խաբել էր եւ ինձ հերթով մոտեցան Հակի երևելիները, այսպես էլի, բացի Տեր-Պետրոսյանից, մնացած այն ժամանակ Ջահանգիրյան Գագիկ, չգիտեմ, Լևոն Զուրաբյան եւ այսպես շարունակ։ Ուզում էի պատժել այդ տղային, այո, թե չգիտեմ, այնպես թե այնպես։ Այդ տղան փախած էր, եկան իրանք մոտեցան ինձ ու ասացին Սուրեն ջան, Ջահանգիրյանը շոխոր մի քցի հանենք ռադանենք այդ անասունին, հետո Զուրաբյան Լևոնը, շեֆ այդ կեղտոտ էտեսինենին, հետո ավետիսը եւ այսպես շարունակ։ Հետո պարզվեց, որ դա դարձավ Հակի իրավաբանը, այդ մարդը։ Եվ այդ մարդուն իր շուրջը պահող Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր ասում է գնացեք միացեք Սամվել Կարապետյանին, որ ազգը փրկենք։ Չգիտես, լաց լինես թե չէ, փաստորեն ստացվեց, որ մի քայլած պատահականություն էլ քպել Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Հակառակ դեպքում հնարավոր չէր նման ձևով բարձրաձայնել։ Միշտ մեր քայլած պատահականությունները չընդունեցին իրենց սխալները։ Իդեպ Լևոն Զուրաբյանը որպես վարչապետի թեկնածու, ասենք Հակի կողմից։ Չգիտես, լաց թե խնդաս։ Սա ողբալի է։ Մի մարդ, ով ժամանակին ձեր խոնարհ ծառան 96 թվականին աշխատում էր լրաբեր ծրագրում, եւ այդ լրաբեր ծրագրում մի լրագրող գնացել էր մի հարցազրույց էր արել
Լևոն Զուրաբյանի հետ հիշում եք ընդդիմությունը միավորվել էր SN-ը եւ Լևոն Զուրաբյանն ասում էր ըստ երևույթին ընդդիմությունը հույսը դրել է հասարակ ժողովրդի վրա։ Երբ ես դա լսեցի դեռ չմոնտաժված, կտրուկ դեմ արտահայտվեցի այս ժամանակվա տնօրինության, ասացի նման ապուշությունը եթեր տալ չի կարելի։ Ինձ իսկույն հակադարձեցին, ասացին դու դեմ ես հայոց պետությանը։ Ասացի այդ երբանից Լևոն Զուրաբյանը պետություն դարձավ։ Ոնց կարելի է նման կերպ արտահայտվել, թե Վազգեն Մանուկյանը հույսը դրել է հասարակ ժողովրդի վրա։ Նման արտահայտչած ձևը ապականել է ամեն ինչ, այդ հասարակ ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանին դարձրեց այն ինչ դարձրեց։ Դուք ո՞նց եք այդպես արտահայտվում, վաղը ինչ եք անելու, սրա արձագանքը շատ ծանր կլինի։ Բնականաբար ինձ չլսեցին, տեղի ունեցավ 96-ը։ Իսկույն Վազգեն Մանուկյանները, դաշնակները SN-ը խաղացին Լևոն Զուրաբյանի մեղմ ասած անմեղսունակ արտահայտության վրա եւ ստացանք փողոցային հուշկու, այսպես ասած, քաղաքացիականին մոտեցող մի ապստամբություն։ Արդյունքում այն ճնշվեց եւ այլն, բայց այլևս ասում է էլ առաջվանը չէր։ Ահա այսպես, հիմի այս քայլած պատահականությունները որոշել են միավորվել։ Իսկ քայլող պատահականությունները, անկեղծ ասած, նախորդ անգամ երկու բառ խոսեցինք այդ կարկանդակից էսից ես շատ պարզ ասացի, պարզ է չէ, որ կուկուրուզը կրծում են, բայց դա չի նշանակում, որ պիտի տանես բերան, ու խոսես, կապ չունի ով է դա անում, եթե դա մեկնաբանում են կամ ցուցադրում հենց այդպես, այստեղ խնդիրը ինչ-որ մեկին վիրավորելը չի, այն օպերատորը, որ նկարում է, որ ինձ ասում են, բայ գիտեք օպերատորը նկարում է ինքը ինչ անի, գլուխը պատին տա, օպերատորին ուղղակի պիտի կիրթ օպերատոր ունենան կամ դա չպիտի նկարահանվի եւ ցուցադրվի։ Պիտի ասեն, որ գնացին ու առան, չգիտեմ, ճանապարհին կուկուրուզից օգտվեցին, կարկանդակից, պերաշկուտ, ինչպես են ասում։ Էական չի։ Դա վատ է, դա տգեղ է, դա հակաէսթետիկ է, նախորդ անգամ ասացի, այսօր իզարմանս ինձ հերթական անգամ քայլող պատահականությունները ԿՊ-ն հավաքել էր իր էլիտան, այսպես կոչված լցրել ավտոբուս եւ շարժվում էին ինչ-որ ուղղությամբ։ Եվ տեսեք, բնական է այսօր այս պահիների բոլորը տարածում են մեկը լավ, մեկը վատ, բայց եկեք հասկանանք սրա տրամաբանությունը։ Հայաստանի իշխող էլիտան գնում է ժողովրդի հետ հանդիպման։ Գնում է ասելու, որ այ ժողովուրդ, մենք ուզում ենք էս լինի, լավ լինի, փորձում ենք կամ փորձելու ենք էս անել, կամ այսքանն արել ենք, այսքանն էլ պիտի անենք։ Չէ, ընդունելի, հասկանալի տարբերակ է։ Շոու են անում եւ այդ ավտոբուսի մեջ քայլող պատահականությունների գլխավոր Նիկոլ Փաշինյանը ասում է. հիմա եկեք որոշենք ինչ երկի տակ ենք տժալու, այսպես ասած, եւ սկսում են թվարկել երկել։ Երկերից մեկը Շարլ Ազնավուրի քեզ համար Հայաստան երկն է։ Կարունները տելի կբացվեն։ Հրաշք, հանճարեղ, համաշխարհային երկ։ Բայց քայլող պատահականությունները ընտրում են ուրբաթ, շաբաթ, կիրակի, մեր այգին արի։ Դիտեք ինքներդ։ Ու չգիտես, հասկանում եք, այդ բոլորս ենք, չգիտեմ, թևերս էլ բարձրացնում, պարել գալիս, ուրախանում են, ինչ են ուզում ասել։ Նախ դա այդ ԿՊ-ի ավտոբուսի որակն էր, որակը, որ իրենց ընտրած երգը հենց դա պիտի լինի։ Այնպես ինչպես մի ուրիշ երգել կար դրանից առաջ այն ողորմելի, չէ, երգերը իրենց բանի մեջ են, բայց որակը ցածր թուրքական կլկլոցով, չգիտեմ ինչով, էսովենով, ուր որ գնաս, հետդ կգամ բան, այս տրամաբանության մեջ շարունակվում է այսօրվա ուրբաթ, շաբաթ, կիրակին։ Եվ սրանք այնքան ծտի խելք չունեն, որ եթե այս պահին այդ որակի երգ լսողների սրտից եք երգում, այդ տխմարությունը վաղը լրջանալու է եւ դառնա բոլորովին այլ երևույթ։ Մեր տունը քանդելու է այդ ցածրորակությունը։ Եվ այսօր ցավալիորեն մենք կանգնած ենք վատի եւ վատագույնի ընտրության առջեւ։ Ու չգիտես, լաս թե խնդաս։ Մի քայլած պատահականություններ Տեր-Պետրոսյանները, Սամվել Կարապետյանները, Քոչարյան Ռոբերտները, SN-ը, մի քայլող պատահականություն, մեկը մյուսից չեն տարբերվում, անկեղծ չեն տարբերվում։ Նրանք
Մեջ ուտում կողքման էին գալիս, սրանք համ կողք են ման գալիս, համ մեջ են ուտում։ Չգիտես, ուր ենք գնում։ Այս երևույթը բավականին տխուր է։ Այնուամենայնիվ, արիտես, որ ընտրություն չունեք, ասպարեզը մնացել է համբակներին, ինչպես ասում էր Ջիվանին։ Էս է, այս ասպարեզն ունենք եւ այս ասպարեզից պիտի հետևություն անելով շարունակենք ապրել։ Ինչ վերաբերում է, չգիտեմ, Իրան, Իսրայել, ամերիկյան պատերազմին, ճակատին, էսին, էնին, ես նախորդ հաղորդմանն ասացի։ Երեկ էլ Պետրոս Ղազարյանի մոտ մի հյուր էր եկել, իրանահայ, խմբագիր, շատ ծանր քաշային մարդ եւ շատ, այսպես ասած, դիվանագիտական լեզվով ասած, որ Իրանը ունի իր սկզբունքները, Իրանի ժողովուրդը ունի իր սկզբունքները եւ Իրանը իր քայլերով մեկ է, Իրանը չի կործանվելու։ Կփորձեն հոշոտել էսը, այնը, բայց Իրանը մնալու է Իրան։ Ես ու դուք չպիտի որոշենք, որ ասենք, թե այնտեղ ասում են, որ կինը պիտի երեսը փագած լինի կամ, չգիտեմ, սրունքը չերևա։ Դա իրենց որոշելիքն է, եթե Իրանի ժողովուրդը լավ որոշի, լավ չուզենա, չի ունենա այն, ինչ ունի։ Եթե ունի, ուրեմն ընդհանուր ընկալում ունեն։ Լավ է թե վատ, եկեք մենք չորոշենք, ով իր կնոջ հետ ինչպես է քնում ու վեր կենում կամ իր ընտանիքում ինչպիսին է։ Այնպես ինչպես մի ինչ էր Վահեր Մակարյան, ինչ էր, չգիտեմ էլ այդ ով է այդ տղան, այն օրը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս եւ գալիս է, դուք շնորհավորում եմ ձեր կնոջից բաժանվեցիք։ Բայց տղամարդն էս կան նողկալի կլինի։ Այս մանրախնդրությունը ոչ միտեղ ոչ ոքին չի տանելու։ Բայց այս ցածրորակությունը մեր տունը պիտի շարունակի քանդել։ Հավատացեք ինձ, իմ ու ձեր հաճույքի համար չի, որ ասում եմ, որ չգիտեմ, այս ցածրորակությունը, երբ հանկարծ մարդկանց ասում են, որ երկի հնչյունների ներքո գնանք, մեր ժողովրդին տեսնելու եւ փոխարեն ընտրեր ասենք, որ գարունները նորից կբացվի Հայաստանս, Շարլ Ազնավուրի երգը ասում են, ուրբաթ շաբաթ կիրակի մեր բաղչենարի ջանա, տաշիկ տրճիկ, քնդելը փնչիկ, ապրես Նիկոլ Փաշինյան։ Այսպես էլ չի մնա, ժողովուրդ ջան, հավատացեք ինձ։ Պարզապես այս տխուր իրականությունն ունենք եւ ասպարեզում մեկը մյուսից պաշտոն ու աթոռ խլելու մարմաջով հավաքված ինչ որ մարդիկ։ Չգիտեմ, մեկը ռսա ստրուկ է ասում, չէ, ստրուկը կապ չունի, ռսա է, թե Ամերիկա ստրուկ է, թե չգիտեմ, թուրքա ստրուկ է, ինչ կապ ունի ինձ համար կամ ձեզ համար։ Եթե մարդու մեջ ստրուկը նստած է, դա այլ կարևոր չի, Սպարտայի ստրուկներից է, թե Լոնդոնի։ Ստրուկը ստրուկ է մնում։ Եվ ստրկություն է ցածրորակ երաժշտություն լսելը կառավարական մակարդակով, եւ ստրկություն է երախտանգածը չփչփալով ուտելն ու մարդկանց ցուցանելը, թե ես էլ ձեզանից մեկն եմ, ով է ասում, որ մենք լափակեր ենք, եւ ստրկություն է խափել մարդկանց, թե գնացեք Մոսկվայի միլիոնատեր տղեն եկել է, նրա կողքը կանգնեք, մեր սամոն լավա մեզ կփրկի, եւ ստրկություն է որպես վարչապետի թեկնածու բերել մեկին, ում պատճառով 96 թվականին այն որ ասում է կրքերը 1-5 բազմացան։ Եվ այս ստրկաբարո հավաքվածների, քպանների, քայլող պատահականությունների եւ քայլած պատահականությունների ձեռամբ մենք այս պահին գիտակից մասան մոլորված աչու ծախ է նայում։ Դա Աստված այս արհավիրքները մեզ շրջանցեն, միևնույնն է, էվոլյուցիոն սկզբունքով, այնպես ինչպես ասում եմ, Իրանում երբ ժամանակը գա, իրենք կորոշեն, էլ այդպես ապրում են, թե չէ։ Ամերիկան եւ մյուսները այլ խնդիր են լուծում։
Մենք էլ երբ ժամանակը գա ինքներս կորոշենք այդպես ապրում ենք, թե չէ, որն է մեր երգը, որ գնաս հետդ կգամա, թե որ երկիրիմ գարուններդ նորից կբացվի։ Այս գարուններդ նորից կբացվի համար պայքարող ու գնահատող մարդկանց համար եմ ես այստեղից խոսում, որ ովքեր էլ չգիտեն, հիշեն։ Անգամ այս պարագայում ամեն ինչ լավ է լինելու, ու գիտեք ինչու։ Հիմա պատկերացրեք, հերու մեզանից լավ։ Մենք ասում է ուխտը իր մեջքի կուզը շատ է տեսել, այսպիսի ասացված կա։ Եթե կռիվ պետք լինի կկռվենք։ Եվ կգա ժամանակ, որ այդ բոլոր այդ եղած ու չեղած սուտի մուտի կիսագրագետ, կիսատգետ, գեներալիկներն են, ղեկավարներն են բան, են որ ասում է ուսով կհրենք, կասենք հլար ռադ եղեք։ Մեր երկիրը մենք պաշտպանելու ենք, բոլոր պարագաններում։ Հիմի դեռ խաղ են անում, աշխի խաղն է, թող խաղ անեն։ Մենք հո գիտենք, որ մենք այստեղից բացի ուրիշ լավագույն անկյուն չունենք, սա մեր հայրենիքն է։ Այնպես որ միևնույնն է, այս պարագայում էլ էվոլյուցիոն սկզբունքով գալու է օրը, որ պիտի ասենք հլա դեռ կաց, հլա դու հեռու, բալիկ ջան, հերիք է տակդ կեղտոտես, հոգնեցինք կեղտ բակրելով։ Ամեն ինչ լավ է լինելու, կհանդիպենք։